Այսօր ամուսինս եկավ տուն առավոտյան ժամը 5-ին ու պատմեց այս պատմությունը։ Երեք իրանք ընկերներով հավաքվում են, երեկոն երկար ձգվում է, ընկերախումբը մեծանում է, սեղանի շուրջ հայտնվում են նոր մարդիկ, որոնց կյանքում ինքը չի տեսել ու իրանց հետ կային երիտասարդ աղջիկներ։ Իրանք շատ զարմացան, երբ իմացան Դավիթը ամուսնացած է ու այնտեղ է առանց իր կնոջ։ Ու դրանից հարցրել են ոնց է ստացվել, որ քո կինը թողել է գաս այստեղ։ Իսկ եթե կինդ իմանա, որ այստեղ ես, ինքը եկավ տուն առավոտվա 5-ին, ես արթնացա, իրար հետ խոսացինք մինչև ժամը 6-ը ու հետո քնեցինք։ Ինչի համար եմ այսքանը պատմում, որովհետև շատ կարևոր է, երբ հարաբերություններում կա վստահություն, երբ կարաս զուգընկերոջդ պատմես այն ամենը, ինչ կատարվում է քեզ հետ, ոչինչ չթաքցնելով ու լռելով, եւ հասկանում ես, որ քո զուգընկերը գոնե կփորձի լսել ու հասկանալ։ Դու կարաս ամեն ինչ քննարկես, ինչքան է թեման շատ բարդ լինի ու էմոցիոնալ ծանր, ու դու չես խուսափում այդպիսի թեմաներից հարաբերություններում ու զրույցներում։ Իհարկե, այս ամենը չի ստեղծվում ինքնիրանով։ Դրան հասնելու ճանապարհին եղել է մեծ անձնական աշխատանք թե իմ, թե իմ ամուսնու կողմից։ Այս ամենի մասին մանրամասն պատմում եմ իմ էջում։ Եթե հետաքրքրված ես, միացիր իմ էջին։